Այս այլանդակի ներկայությամբ ամեն ինչ ես համարում եմ հնարավոր։ Ինչ որ բացասական է հայերի համար, ամեն ինչ հնարավոր է։ Ինքը ամբողջ իր ուժու երանդը բանանում, որ այդ ամեն ինչը ստացվի։ Իսկ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Շատ ված հետևանքներ մեր համար։ Շատ ված։ Կվերանանք աշխարհի երեսից։ Շատ լավ։ Ինչ արդյունքներ կարող է տալ։ Արդյունքները գիտեք, ես մասնագետ չեմ, որ ասեմ լավ, բայց զգում եմ, որ լավ է տալի։ Էս ռոպեներին։ Այսինքն համարում եք հնարավոր արդյունավետ համագործակցություն։ Իհարկե։ Իհարկե։ Եվ Թուրքիայի համար, եւ Հայաստանի համար։ Եթե եղավ Էրդողանի կործանումն 100%։ Իսկ ինչու եք այդպես կարծում։ Որովհետև Էրդողանը չի ուզում այդ բարագանումը։ Ինքն ուզում է կամ Զանգեզուր, Զանգեզուրի դեպքում շատ սխեմա ունեն իրեն։ Աստղաչյանի ինքը շատ սիրուն կանչելու է Ալիևին, հենց Թուրքիայում գնդակը հարի, իր այդ կողմնակիցներից մեկին դնում է Ադրբեջան, ու Ադրբեջան բառը ընդհանրապես վերանում է, դառնում է ընդհանուր Թուրքիա։ Մենք էլ օղակի մեջ։ Բնականաբար շատ ված, եթե ասված հնարացե հայ թուրքական սահմանը բացվեց, դա Հայաստանի կործանումն Հայաստանը վտանգված է, Հայաստանի Հանրապետությունը այսօր վտանգված է, որովհետև այսօր թուրքահպատակ կառավարությունն է։ Այո, հնարավոր է համագործակցություն։ Շատ բարի, իսկ ինչ եք կարծում, ինչ կերպ է դա հնարավոր, ինչ կտա Հայաստանին դա։ Հայաստանին ուղղակի ճանապարհները բացվեն դեպի Եվրոպա, հայերը հեշտությամբ կգնան դուրս բեռնափոխադրումները կլինի ժամանակին։ Իսկ հիմա եթե փակը կա, հայերը չեն գնում Թուրքիա գալիս են, գնում գալիս են։ Ավելի լավ չի, որ հաստատվի մենք այնտեղ ունենանք դեսպանատու, ավելի ապահով գնանք անգամ վիճակով գնանք։ Շատ բացասական։ Ինչ եք կարծում, դա ինչ հետևանք կարող ունենալ։ Շատ վատ հետևանք։ Հիմա երկիրը ավելի կործանված է, ժամանակ вообще երկիր չի։ Արդյունավետ Թուրքիայի հետ դժվար։ Նրանք եփեն, չեն ուզում մերը, նրանք որ անեն, չեմ հավատում։ Որտեվ մենք 10-20 տարի, 17 տարի առաջից ինչ է կատարել, որ հիմա Փաշինյանը չլինի, ով ուզում անի, այդ հարցը չի կրանից։ Թուրքը մրմա թուրք։ Այդ հարցում ես շատ մտահոգված եմ եւ ճիշտը որ ասեմ, իհարկե ոչ մեկս չեմ գուզի, որ պատերազմ լինի եւ այդ բացումն էլ ճիշտ չեմ համարում իմ իմացած տվյալներով, չնայած ես քաղաքական գործիչ չեմ, շատ չեմ ուսումնասիրում, բայց ամեն դեպքում ճիշտ չի մեր սահմանի այդ բացումը։ Շատ վատ, չէ, դա հնարավոր չի, ես անձամբ առաջին բանն է 93 թվականից մինչև սահմանել է մեր Սևանի ավազանում Ճամբարակ, Վահանգյուղը, դա հնարավոր չի, դա պրոստը սթից խոսքեր է։ Թուրքիետ մենք չենք կարող ապրենք։ Դա բացառվում է։ Արդյունավետ համագործակցությունը հնարավոր է այն դեպքում, երբ որ քաղաքացիները գիտակից լինեն եւ կառավարական թևը գիտակից լինի, այսինքն մեր ասենք ասած քաղաքական էլիտան վաղ թե ուշ բացվելու ու չբացվելու հարցը չի ստեղ մենակ, այլ այն արդյոք մենք կարող ենք ճիշտ երկխոսություն ունենալ հարևան պետությունների հետ։ Դա ես կարծում եմ լիքը բան փոխում է եւ երկրորդը այստեղ նաեւ պետքա պետությունը կայունացնել։ Այսինքն եթե ամեն ինչ կապել զուտ սահմանի բացման կամ չգիտեմ սահմանը բացման թե չէ, այստեղ կարծում հարցը այդքան էլ էական չի, ինչքան նաեւ քաղաքացիների գիտակցության տրանսֆորմացիան։ Փոխզիջումների կարիք պետք է լինի։ Առաջին հերթին մեր ժողովրդի մեջ ընկալում կա միատեսակ ընկալում կա թուրքերի հետ կապված։ Արդյոք Թուրքիան պատրաստ է որևէ ձևով ինքը նույնպես փոխզիջումների գնալ։ Տնտեսական առումով հնարավոր է որ արդյունավետ լինի, բայց ես դա իրատեսական չեմ համարում։ Նորմալ։ Լսեք, այդ վերջ տվեք, դուք ուզում եք անդադ բազարների մեջ ելնեք թուրքերի, ադրբեջանցիների հետ անդադ կռիվ լինի մի քանի հատ հազար ժայլ գնան զոհվեն, պետք է ուզում։
պետությունը հիմա թալանել են մեզ, կոտորել են մեզ, գենոցիդ են արել, մեր տարածքների 90% ընդեղա, եթե ոչ ավելը։ Չի կարելի։ Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, որովհետև թուրքը երբեք հայի հետ բարեկամ չի կարող լինել։ Իսկ եթե բացվի արդյունավետ համագործակցություն կլինի, թե ոչ։ Չեմ կարծում։ Թուրքիա չեն կարող մենք ընկերություն բարեկամություն անել։ Թուրքը մնում է թուրք ցանկացած իրավիճակում։ Նզդեհնա ասել ամենալավը մեռած թուրքն է։ Չէ։ Էսի համելուկային բաներ է, սա շախմատ է։ Այսօր Նիկոլ ասում է, ես եմ, վաղ Ալիևը, միսօրը Պուտինը, իրենք նավտերն ուզում են, որ թուրքացնեն, թուրքի կողմը գնանք, մենք էլ ըլնենք, 15-18 թվերի այդ թուրքական պատերազմը, թուրքա ամեն մեկի ազգուտակին թուրքերը ոչինչ հասրին։